Հայաստանում թոշակ բառը պիտի արգելվի, եթե խոսքը վերաբերում է առողջ մարդկանց, անկախ տարիքից։ Ես չեմ հասկանում, այս ինչ հիվանդություն է, երբ որ մարդը դառնում է 60-70 տարեկան, ասում եմ ինչով ես զբաղվում, ասում թոշակառու եմ։ Դու թոշակառու չես, դու դիակ ես։ Եթե դու մտածում ես, եթե ես հարցնում դու ինչով ես զբաղվում, դու ասում ես թոշակառու եմ, մի ասա թոշակառու, ասա ես դիակ եմ։ Դու կարող ես ապրես ավելի երկար, քան թե շատ 20-30 տարեկաններ։ Դու գիտես դրա մասին։ Դու կարող ապրես ավելի երկար, դու առողջ ես, քեզ ոչինչ չի պակասում։ Դու գտնվում ես հիանալի ֆիզիկական վիճակում։ Եթե դու մտածում ես, որ դու թոշակառու ես, ու չպետք է աշխատես, քեզ մնում է մի բան, գնաս փոսդ փորես, դագաղ առես, մտնես մեջը, ասես ձեռովս լցնես վրեդ։ Չի կարելի նստել տանը եւ ասել ես թոշակառու եմ։ Ամբողջ կյանքում զբաղվել մի աշխատանքով եւ ասել ես մասնագիտություն ունեմ։ Թքել եմ ես քո մասնագիտության վրա։ Քո մասնագիտությունը 1987 թվից հետո էլ գոյություն չունի։ Այդ քեզ թվում է, որ դու այդ մասնագետն ես։ Չկա այդ մասնագիտությունը։ Այսօր մի հանճարեղ բան եմ լսել, ով էր Ռեյգանն էր ոնց որ, Ռոնալդ Ռեյգանը։ Ասում է ես գնացի, ասում է իմ ընկերների տանը, իրանց փոքր աղջիկը, ընկերներն էլ դեմոկրատ են, դա ինքը հանրապետական էր։ Ուրեմն ասում է իրանց փոքր աղջիկը մոտեցավ ինձ եւ ասեց, որ ինքը ուզում է դառնա Ամերիկայի նախագահ։ Հարցրեցի, իսկ ինչու ես ուզում դառնալ Ամերիկայի նախագահ։ Ասեց, որովհետեւ ես ուզում եմ բոլոր անտուն մարդկանց օգնել։ Դու կարող ես գալ իմ այգում աշխատել, ես քեզ կտամ $50 եւ այդ $50 դու կտաս առաջին անտուն մարդուն։ Այդ աղջիկը ասում է փոքր երեխա էր, մտածեց, ասեց իսկ ինչ նախանգարում, որ այդ անտուն մարդը գա քո այգում աշխատի եւ դու միանգամից իրան տաս այդ $50։ Եվ ես իրան ասացի բարի գալուստ Ամերիկայի հանրապետական կուսակցության շարքեր։